Մեր ճամփորդությունը սկսում ենք Մարմարաշենից։ Մարմարաշենի վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղից 2 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Տեղակայված է Ախուրյան գետի ձախ ափին։ Վանական համալիրը կառուցվել է 10-րդ դարում է կառուցվել եւ Վահրամ Պահլավունու, Վահրամ Պահլավունին այդ ժամանակաշրջանում Բագրատունիների հաս բարապետն էր։ Ենթադրվում է, որ վանքի ճարտարապետը Տրթատն է եղել։ Մարմարաշեն վանական համալիրի անվան հետ կապված տարբերակները շատ են։ Ալիշյանը իր շիրակ աշխատության մեջ գրում է, որ վանական համալիրն իր անունը ստացել է ճարտարապետի անունից, իսկ Նիկողոսյանը կարծում է, որ համալիրը կրում է սրբի անունը։ Կան այլ կարծիքներ, որ անունն առաջացել է աբխազների թագուհի Մարիամի անունից՝ Մարիամաշեն։ Չնայած կարծիքների բազմազանությանը, անպատասխան է մնում այն հարցը, վանական համալիր են կոչել գյուղի անունով, թե հակառակը։ Վկայություններում համալիրը հանդիպում է նաև Մարիամ Նիշի անունով։ Վանքի մոտ գտնվում է հեղինար աղբյուրը, որի մասին ասում են. Վարպետ Մկրտիչը կորցնում է կնոջը եւ կնոջ իշատակին կառուցում է աղբյուր։ Աղբյուրի ջուրը հոսում է միայն Մկրտիչի ներկայությամբ։ Եվ միայն տարիներ հետո է վարպետի տղան բացահայտում գաղտնիքը։ Մեր հաջորդ կանգառը Գյումրի քաղաքն է։ Այցելեցինք Վառեմ Մարեմ թանգարանը, որը նվիրված է մեր մանկության տանկո ֆիլմին։ Ապա քայլեցինք հրապարակով, տեսանք Գյումրվա վարսավիրանոցը, քայլեցինք Գյումրվա հին թաղամասերով, այցելեցինք Յոթվեր եւ ամենափրկիչ եկեղեցիները։ Երկար ժամանակ կողված գմբեթներ։ Սրանք նոր գմբեթներ են, վերանորոգվել են։ Իսկ հին գմբեթները երեխեքից տեսնում եք։ Մեր վերջին կանգառը Սառնախբյուր գյուղն է, որը գտնվում է Արագածի փեշերին։ Գյուղը հայտնի է պատմական իրադարձություններով եւ կառույցներով։ Դեռևս մայիսյան հերոսամարտի ժամանակ գյուղը հերոսաբար դիմադրել է թուրքական զորքերի առաջխաղացմանը, որը նպաստել է Սարդարապատի հաղթանակի կայացմանը։ Գյուղից 3 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվում է հոգեվանքը, կամ ինչպես տեղացիներն են սիրում ասել, Կարմիր վանքը։ Գլխավոր եկեղեցին մարդիկ հաճախ Սուրբ Կարապետ են կոչում, սակայն եկեղեցու ներսում եղած արձանագրությունների համաձայն այն Սուրբ Ստեփանոս անվամբ է օծված։ Գլխավոր եկեղեցին ըստ հյուսիսային մուտքից վեր եղած արձանագրության կառուցվել է 1205 թվականին։ Գյուղի հաջորդ կանգառը Զաղան է, կամ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ճգնատեղին։ Զաղան գտնվում է Սառնախբյուր գյուղի հյուսիսային ծայրին, ժայռի մեջ։ Պաշտոնական անվանումը Անձավաջուր է։ Ըստ ժողովրդի մեջ տարածված զրույցների Սուրբ Գրիգոր Լուսավորիչն այստեղ է ճգնել։ Մուտքից բացվում է աղոթասրահը, որից աջ մշտահոս ջրավազանն է, որտեղից ոչ միայն ջուր են խմում, այլև հիվանդները լողանում են։ Հիմնական սրահինքից Ծախակոմյան սրահ կա, որը ըստ ավանդության սրբի նշխարն ամփոփող սրբատեղի գերեզմանն է, իսկ նշխարների վրա հիշատակի քար է դրված։ Սառնախբյուրցիները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ սրբավայրի մասին հետաքրքիր ավանդազրույցներ են պատմում, որոնք փոխանցվել են սերնդե-սերունդ։ Տրթատ արքայի հալածանքներից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչն այնտեղ է պատասխանվել։ Ոմանք ասում են, որ Տրթատ արքային բժշկելուց հետո է Սուրբը եկել այստեղ։ Նրա մահից հետո մասունքները ամփոփվել են տարբեր վայրերում, իսկ ձեռքն ամփոփվել է Զաղայում։ Զաղայի բուժիչ ջրերի օգնությանն են դիմում նաև անձավակ կանայք։ Հավատում են, որ սրբին մի սրտե ուղված խնդրանքը կատարվում է։ Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 հիմնական դպրոց, 8 դասարան, հայոց պատմության նախագծային աշխատանք։